Գիշերը 73 ուկրաինական անօդաչու թռչող է ոչնչացրել ռուսական հակաօդային պաշտպանությունը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինայի թիրախում հիմնականում Դաշնության նավթաբազաներն են եղել։ Ուկրաինական դրոնները հարվածել են Ռուսաստանի Տվերի մարզի Տվեր նավթաբազա և Ստավրոպոլի երկրամասի նավթամբարներին։ Երկու վայրերում էլ հրդեհներ են բռնկվել։ Ըստ Կիև Փոստի, Ստավրոպոլում Լուկոյլի նավթամբարն է թիրախավորվել։ Ռուսական Աստրա Արցանց լրատվականը պարզել է, որ խոսքը ոչ թե Լուկոյլ նավթաբազայի, այլ Վյազնիկիում գտնվող խոշոր թիկունքային հանգույցի մասին է, որը նախատեսված է թեթև նավթամթերք ընդունելու և պահելու համար։ Ստավրոպոլի նահանգապետը միայն հայտնել է, որ արդյունաբերական օբյեկտ է տուժել, չնշելով ձեռնարկության անվանումը։ Վլադիմիր Վլադիմիրովը նաև հայտնել է, որ Ստավրոպոլում Կոլոմիցևա փողոցի մոտ անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել։ Տվերի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ հրդեհը տեղայնացվել ու արագ մարվել է։ Նախնական տվյալով տուժածներ չկան։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկու լցանավ են թիրախավորել Տագանրոգի ծոցում։ Ռոստովի մարզպետը հայտնել է, հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական կողմն էլ ռուս-ուկրաինական ճակատում թեժ իրավիճակի մասին է հաղորդել։ Վերջին մեկ օրում 268 մարտական գործողություն է տեղի ունեցել, հիմնական մասը Պոկրովսկի ուղղությամբ։ Այնտեղ ուկրաինացի զինվորները 38 հարձակում են կասեցրել։ Մարիամ Ամերջանյան, Հայլուր։